Այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի մի մեքենայի, որի պատմությունը սկսվում է դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից եւ լի է վայրէջքներով եւ վերելքներով։ Ավելի քան 30 տարվա պատմության ընթացքում այն դարձել է կենդանի լեգենդ եւ պաշտամունքի առարկա, եւ չնայած ավտոմոբիլային տեսակետից իր զառամյալ տարիքին բոլորովին չի պատրաստվում թոշակի անցնել։ Եվ այսպես մենք կրկին անդրադառնում ենք լեգենդար Ջիդասին կամ ինչպես ընդունված է Գելենդվագենին։ 2009 թվականին լրացավ ավտոմոբիլային աշխարհի թերևս ամենակենսունակ մեքենայի Ջիդասի Մերսեդեսի 30-ամյակը։ Դժվար թե 70-ական թվականների սկզբին, երբ ծնունդ էր առնում այս նախագիծը, Մերսեդեսի մասնագետները պատկերացնեին, որ բանակի կարիքների համար ստեղծված ամենագնացն այդքան երկար արտադրական կյանք կունենա եւ կդառնա ամենապատկառելի եւ թանկարժեք ամենագնացներից մեկը։ Իր 125-ամյա պատմության ընթացքում Mercedes Magnus-ը նման երկարակյաց եւ խարիզմատիկ մոդել չի ունեցել, մինչդեռ նրա ստեղծումը կարող էր ճակատագրական լինել ընկերության համար եւ սնանկացնել գերմանական հռչակավոր Magnus-ին, բայց ամեն ինչ հերթով։ Համաշխարհային ճանաչում եւ հարգանք վայելող մեքենայի ծնունդն այնքան էլ հեշտ չի եղել։ Ամեն ինչ սկսվեց 20-րդ դարի 70-ական թվականների սկզբին, երբ Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռզա Փահլևին, որն այն ժամանակ հանդիսանում էր Daimler-Benz-ի խոշոր բաժնետերերից մեկը, պատվիրեց ընկերությանը նախագծել բանակային ամենագնաց իրանական բանակի համար։ 20,000 մեքենայի արտադրությունը բավականաչափ խոշոր պատվեր էր եւ Mercedes-ն անմիջապես լծվեց ամենագնացի նախագծման աշխատանքներին, ներգրավելով նաեւ արտաճանապարհային տեխնիկայի ստեղծման փորձ ունեցող ավստրիական Steyr-Puch ընկերությանը։ 1973 թվականին պատրաստվեց առաջին փայտյա մակետը, 1974-ին պատրաստվեց առաջին օրինակը մետաղից։ Մեքենայի վրա օգտագործվեցին այն ժամանակվա թեթև բեռնատար Mercedes-ների ագրեգատներ։ Գերմանացի եւ ավստրիացի ինժեներները ընտրեցին միաձուլ կամրջակների սխեման, հիմնված լանժերոնային հենոցի վրա։ Չնայած որ այդ տարիներին ամերիկյան արտադրողներն արդեն փորձեր էին կատարում իրենց ամենագնացների վրա կիրառել անկախ կախոսների սխեմա։ 1979 թվականի սկզբներին մեքենան լիովին պատրաստ էր արտադրության, սակայն 78 թվականի աշնանից քաղաքական պայքարը սրվեց Իրանում եւ սկսված հեղափոխությունը գահանկեց Արեդ Շահին, ստիպելով նրան փախչել երկրից։ Mercedes-ը հայտնվեց ծանր վիճակում, որը մինչ այդ ահռելի գումարներ էր ներդրել մեքենայի նախագծման եւ արտադրական հզորություններ ստեղծելու համար։ Ստեղծվեց մի անելանելի վիճակ, երբ կա պատրաստի նախագիծ, արտադրական հոսքագծեր մեծ քանակներով արտադրություն կազմակերպելու համար, սակայն չկա գլխավոր պատվիրատուն։ Այդքան հաջողությամբ սկսված ամենագնացի նախագիծը սպառնում էր կործանել ընկերությանը։ Mercedes-ը փորձեց դուրս գալ իրավիճակից, բանակային ամենագնացն առաջարկելով հայրենի Bundeswehr-ին, սակայն գերմանական բանակը 1975 թվականից արդեն օգտագործում էր Volkswagen Iltis փոքրածավալ ամենագնացը, որը ճիշտ է չէր կարող մրցակցել Mercedes-ի հետ իր անցունակությամբ եւ ֆունկցիոնալությամբ, սակայն նրանից մի քանի անգամ էժան էր։ Mercedes-ը սկսեց իր ամենագնացը ներկայացնել ամենատարբեր արտաճանապարհային մրցարշավներում եւ գովազդային արշավներում, փորձելով հետաքրքրել քաղաքացիական գնորդներին։ Սակայն քաղաքացիական կյանքում իր տեղը գտնելը Գելենդվագենի համար նույնքան դժվար խնդիր հանդիսացավ, որքան զորացրված սպայի համար խաղաղ աշխատանքով զբաղվելը, եւ միայն 2 տարի անց 1981 թվականին դրությունը քիչ թե շատ շտկվեց, երբ սկզբից Արգենտինան, այնուհետև Նորվեգիան իրենց բանակների համար գնեցին համապատասխանաբար 1200 եւ 3500 մեքենա։ Այնուհետև մեքենայով հետաքրքրվեց ֆրանսիական բանակը եւ ժանդարմերիան, հետո Ինդոնեզիան, Հունաստանը, Շվեյցարիան եւ Ավստրիան։
1988 թվականից վերջապես Mercedes-ներով սկսվեց զինվել նաև գերմանական բանակը։ Այդպես, աստիճանաբար, աներևակայելի համառությամբ եւ դիմացկունությամբ շարքային եֆրեյտորը աճեց մինչև գեներալական ուսադիրների։ Ինչպես այստեղ չհիշես հանճարեղ Սուվորովի խոսքերը գեներալ դառնալ ցանկացող զինվորի մասին։ Հիմա արդեն նա է շքահանդեսի հրամանատարը, վեաձև 8-փոխոցային կոմպրեսորային շարժիչով 476 ձիաուշ հզորությամբ, որը նրան 100 կմ/ժ արագությանը հասցնում է 5.6 վայրկյանում։ Պարզ եւ հասարակ ասկետային սալոնի փոխարեն այժմ այն ունի թանկարժեք կաշվով եւ փայտով ձևավորված հիանալի սալոն, որին կնախանձեին շատ եւ շատ լյուքս կատեգորիայի մեքենաներ։ Մեքենան օժտված է առջևի, ետևի եւ կենտրոնական բլոկավորվող դիֆերենցիալներով, որոնք մեքենային օժտում են այնպիսի անցունակությամբ, որի մասին ուղղակի լեգենդներ են հյուսվում։ 3 տասնամյակների ընթացքում Գելենդվագենը 10 անգամ ֆեյսլիֆտի է ենթարկվել եւ թարմացվել, քայլելով ժամանակի հետ համընթաց։ Մի քանի անգամ Mercedes-ը հայտարարել է մոդելի արտադրությունը դադարեցնելու մասին, սակայն ոչ մեծ, բայց հաստատուն պահանջարկի շնորհիվ կրկին վերանայել է այդ որոշումը։ Հերթական սահմանագիծը 2010 թվականն է, սակայն հավանաբար այս տարեթիվն էլ կփոփոխվի։ Չնայած Mercedes-ի ամենագնացների արդեն նոր սերունդ է ձևավորվել, ինչպես երևում է, վառոդամանում դեռ վառոդ կա, եւ ծերունազար գեներալը դեռևս չի պատրաստվում դառնալ պահեստային եւ անցնել վաստակած հանգստի։ Mercedes-ի խարիզմատիկ այս մեքենան իր խորանարդաձև, հասարակ եւ պարզ դիզայնով հրապուրում է նաեւ թյունինգային ընկերություններին։ Թվում է, թե դժվար է այսպիսի դիզայն ունեցող մեքենայի վրա որևէ աերոդինամիկ բարելավում իրականացնել, սակայն գերմանական թյունինգային դպրոցի լավագույն ներկայացուցիչներն այդպես չեն կարծում եւ առաջարկում են Գելենդվագենի սեփական տարբերակները։ Mercedes-ի թյունինգով զբաղվող ամենահայտնի մակնիշը թերևս գերմանական Brabus ընկերությունն է, որի խոժոռ, ահարկու եւ հզոր տարբերակները էականորեն տարբերվում են դոնոր մոդելներից։ Brabus-ի սիրելի զբաղմունքներից մեկն է Mercedes-ի 12 մոխոցային շարժիչների ուղղակի խցկումը այն մոդելների մեջ, որտեղ ի սկզբանե նախատեսված չի եղել այդպիսի մեծածավալ շարժիչների տեղադրումը։ Բնականաբար այդ շարժիչները նախապես թյունինգի են ենթարկվում եւ հզորացվում Brabus-ի սիրած գլանների տաշման, մեծացման եւ հետեւաբար աշխատանքային ծավալի ընդլայնման եղանակով։ G10-ի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Brabus-ը ներկայացրել է Brabus GV12 մոդելը, որի վրա տեղադրված 12 մոխոցային վեաձև շարժիչի աշխատանքային ծավալը հասցվել էր 6.3 լիտրի, իսկ հզորությունը հասցվել էր 610 ձիաուժի։ Հետագայում արդեն Գելենդվագենի 30-ամյա հոբելյանի կապակցությամբ ներկայացվեց մի նոր տարբերակ՝ Brabus GV12S անվանումով, որտեղ հզորությունը արդեն հասցվել էր 700 ձիաուժի, իսկ ոլորող մոմենտը 1100 նյուտոնմետրի։ 100 կմ/ժ արագությանը այս մեքենան հասնում է անհավատալի 4.3 վայրկյանում։ Հիշեցնենք, որ ամենաարագընթաց սերիական ջիպերի BMW X6M-ի եւ Porsche Cayenne Turbo S-ի ցուցանիշը կազմում է 4.7 վայրկյան։ Brabus-ի առավելագույն արագությունը սակայն սահմանափակված է 240 կմ/ժ-ով, մինչդեռ սերիական Cayenne Turbo S-ի ցուցանիշը կազմում է 280 կմ/ժ։ Brabus-ի կողմից առաջարկվող արտաքին աերոդինամիկ փաթեթը ավելի է ընդգծում Գելենդվագենի առնական կերպարը եւ ընդհանուր առմամբ շատ չի հեռանում G10-ի կերպարից։ Brabus-ն իր գերարագընթաց խորանարդի համար խնդրում է 380,000 եվրո։
BMW-ի թյունինգով զբաղվող գերմանական հռչակավոր Hamann ընկերությունն արդեն վաղուց յուրացրել է տասնյակից ավել թանկարժեք մատնիշների մոդելների կատարելագործման տեխնիկան։ Նախկինում նրա Opera Design ենթաբաժինն էր զբաղվում Mercedes-ի մոդելների թյունինգով, սակայն այժմ Geländewagen-ի 30-ամյա հոբելյանի կապակցությամբ Hamann ընկերությունն ինքն է ներկայացնում իր նախագիծը 2010 թվականի Ժնևյան միջազգային ավտոսալոնում։ Ի տարբերություն Brabus-ի խստադեմ արտաքին աերոդինամիկ փաթեթի, Hamann-ն առաջարկում է շատ ավելի գրավիչ կերպար, հմտորեն օգտագործելով հակադիր գույներ, որով ընդգծվում են այն փոփոխությունները, որոնք Hamann-ի դիզայներները նպատակահարմար են գտել իրականացնել նշանավոր խորանարդաձև մարմինը արտահայտիչ դարձնելու և մեկ այլ մի փոքր ավելի պշտամոլ տեսքով ներկայանալու համար։ Նայելով Hamann-ի արտաքին թյունինգ փաթեթին կարելի է նույնիսկ մոռանալ, որ Geländewagen-ի դիզայնը մշակվել է հեռավոր 70-ական թվականների սկզբին։ Միթե Mercedes-ի մասնագետները կարող էին պատկերացնել, որ իրենց ստեղծած բանակային մեքենային 30 տարի անց կհագցնեն 24 դյույմանոց անիվներ 315 մմ լայնությամբ և 35% կողային գերցածր պրոֆիլով սպորտային անվադողերով, որոնք հազիվ են տեղավորվում լայն վերադիրներով անվակամարների մեջ։ Եթե Brabus-ի դեպքում G10-ը կարելի է ասել դարձել է անպարտ և հուժկու Rambo, ապա Hamann-ի մշակած հանդերձանքն ավելի նման է շքերթային գեներալական համազգեստի, փայլեցված երկարաճիտ կոշիկներով և ոսկեկար ուսադիրներով։ Աերոդինամիկ փաթեթի մեջ ներառված է նոր, ավելի լայն առջևի բամպեր ցերեկային լուսադիոդներով և ներքնամասում հակամառախուղային կլոր լուսարձակներով, նոր ձևավորված ռադիատորի քողարկիչ Hamann-ի լոգոտիպով, պաշտպանիչ վանդակաճախ կենգուրինով։ Մեքենան ստացել է կարբոնե կապոտ, արտաքին հայելիներ և դրամ բռնակներ։ Ետևում նոր ձևավորված բամպերը ստացել է նաև աերոդինամիկ դիֆուզոր, իսկ տանիքին հայտնվել է հակաթև։ Մեքենայի երկու կողերից ետևի դռների շեմերի տակից երևում են խլացուցիչի եռակի խողովակներ։ Արտաքին տպավորիչ փոփոխություններին համահունչ սալոնում ևս բարելավումներ կան, և կախված պատվիրատուի ցանկությունից ու երևակայությունից այստեղ կարող են իրականացվել ամենատարբեր թանկարժեք նյութերով և գունային ձևավորումներով լուծումներ։ Hamann-ի թյունինգային ծրագրի համար որպես դոնոր հանդիսացել է G55 AMG Top մոդելը 5.5 լիտր աշխատանքային ծավալով վեաձև 8 մխոցային շարժիչով, որի 507 ձիաուժի զորությունը բարձրացվել հասցվել է 600 ձիաուժի։ Այժմ մեքենան 5.5 վայրկյանի փոխարեն 100 կմ/ժ արագությանը հասնում է 5.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը, որը գործարանային տարբերակի վրա սահմանափակված է 210 կմ/ժ-ով, այստեղ հասնում է 261 կմ/ժ-ի։ Hamann ընկերությունն իր թյունինգային փաթեթի համար Mercedes G55 AMG-ի բազային 120,000 եվրո գնին խնդրում է ավելացնել ևս 90,000։